Բարև ձեզ Հայկ ջան, այսօր ես կպատմեմ հայոց պատմության կուտիկական աշխարհակալության մասին։ Եղել են մի քանի հայոց իրականության մեջ մի քանի աշխարհակալ տիրակալներ կամ տերություններ։ Դա այդ աշխարհակալ տերություններից մեկը կուտիկական կամ կորդոված աշխարհակալությունն է։ Նարան Սուենը, ինչպես գիտենք, համընդհանուր տիրապետության հասնելու իր ճանապարհին կատարեց նախադեպը չունեցող մի սրբապղծություն։ Նա իրեն հռչակեց Աստված, կործանելով աստվածների տաճարները եւ պարտադրելով պաշտել իր անձը։ Շումերական քրմությունը օգնություն խնդրեց 17 երկրների դաշինքներից, որի ղեկավարը Լուլուբիից անցել էր Կուտիկա երկիր։ Շուտով սրընթաց գրողը միջերկրական կենտրոն արշավեց հայկական լեռնաշխարհի լեռնականները, որոնց դեմ պատերազմում ինքնակոչ Աստվածը սպանվեց։ Աշխարհի 4 կողմերի արքա Տիտղոսը հաղթողի իրավունքով անցավ կուտիկական տիրակալներին։ Կուտիկական աշխարհակալություն ունեցել է տարածքային հսկայական ընդգրկում, Ամոնիս լեռներից ձգվելով մինչև Էլամ, հայկական լեռնաշխարհի հյուսիսից մինչև Պարսից ծոց։ Նրանք շուրջ 1 դար Քրիստոսից առաջ 22-րդ դարում գերիշխում էին առաջավոր Ասիայի զգալի մասի վրա։ Պետական կառավարման համակարգը աշխարհի 4 կողմերի արքա Տիտղոսը կրող 90,000-անոց բանակ մարտադաշտ դուրս բերող եւ հսկայածավալ աշխարհակալության կառավարող արքաները փոփոխության չենթարկեցին իրենց կարգերը, մասնավորապես արքայի ընտրության ավանդույթը։ Շումերական արքայացանկում նշվում է, որ Կուտիկու երկրում սկզբում ոչ մի արքա հայտնի չէր, նրանք իշխում էին 3 տարով, այնուհետև մյուս քաների իշխանության ժամանակներում ևս որոշակիորեն երևում էր կառավարման կրկնվող թվերը, ինչից ուսումնասիրողները եզրակացրել են, որ համադաշնության մեջ մտնող իշխանությունները առաջնորդները որոշակի ժամկետներով, ընտրությամբ կամ սահմանված կարգով դարձել են համադաշնային տիրակալներ։ Բարև ձեզ Հայկ ջան, այսօր ես կպատմեմ հայոց պատմության